Հերոսները որքանով տարբեր այնքանով նման են իրար։ Հերոսները ծնվում են իրարից անկախ, իրարից հեռու, բայց կարծես պահանջված պատմական պահին եւ նույն առաքելության համար։ Նրանք գալիս են հաստատելու մեկ ճշմարտություն։ Կատարյալ է նա, ով սեփական կյանքով կերտում է օրինակելին եւ իր օրինակով վարակում սերունդներին։ Մեր ֆիլմի հերոսի մասին մենք այսօր եւ միշտ խոսել ենք ներկա ժամանակով։ Քանզենցինքը հերոսը իր երկրային կյանքում ասել է. «Մի հավատացեք իմ զոհվելուն»։ Ասել ու դարձել է հայրենիքի եւ բարոյականի զինվոր։ Թեկուզ նախքան այդ նա արդեն զինվոր էր։ Իր ժողովրդի անցյալն ու ներկան ճանաչող զինվոր։ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան, ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս։ Ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան բաժին եւ այն փայլուն ավարտել ռադիոֆիզիկոս մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղեցրել պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, էներգիա գիտաարտադրական միավորումում եւ ատոմային էլեկտրոկայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման եւ հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոնները։ 1990 թվականի փետրվարից վարել է անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին։ Նույն թվականի մայիսի 27-ին Երևանի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել եւ իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի ներթափանցման խոչընդոտումը Երևան։ Այնուհետև Լեոնիդ Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապեց այն տարածքի հետ, որը նա իրավացիորեն համարում էր Հայաստան եւ վերջ։ Նախ մասնակցում է Գետաշինի եւ Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1991 թվականի հունիսին իր համախոհների հետ միասին ստեղծում ազատագրական բանակ ռազմական կազմավորումը։ Իր ստեղծման օրից Լեոնիդի ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը, հիշում է ականատեսը։ Նրա բանակի հիմքում գիտակցական կարգապահություն կար։ Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պետք է լիներ պահեստում, կամ զինվորի ձեռքին։ Երբ զինվորը հասկանում է կարգապահության կարևորությունը, նրան այլևս պետք չէ պարտադրել կարգապահություն, ինչպես դա արվում է շատ բանակներում։ Այսպես էր մտածում հրամանատարը, ու նաև գործում։ Նա այդպես մտածում եւ գործում էր, քանզի գիտակցում էր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայ կամավորականի մեծության արժեքը։ Մեր ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է։ Նրանից ավելի մեծ արժեք այս երկիրը չունի, եւ նրան չի կարելի հենց այնպես զոհաբերել։ Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցենք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի։ Սա էր գիտնական հրամանատարի հավատամքը եւ բանակ ստեղծելու սեփական մոտեցումը։ Եվ այդպես էլ սկսեց գործել։ Ստեղծում ենք մեր մարզական եւ գործող ճամբարները, որտեղ տեղի տղաներից առանձնացնում ենք ունակություններ ունեցող զինվորական, ռազմական ունակություններ ունեցող մարդկանց եւ հատուկ ծրագրով մարզում եւ ստեղծում կոմանդոսների խմբեր, որոնք կատարում են հատուկ հանրահարություններ բարձր մարտկարդակի պատրաստականության շնորհիվ։ Ու չեմ ուզում թվել ինչ արած ենք, ինչ կարող ենք անել, դա իմաստ չունի։ Հիմնականը նա է, որ մեր բանակի սկզբունքում ընկած է ազգային վերականգնման, ազգային անկախության, ազգային իղձերի կատարման
գործողությունները։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակի գործողությունների, ամեն տեսակի բոլոր տիրույթներում, բոլոր հայաբնակ եւ ոչ հայաբնակ հայի հողերում։ Եվ իզուր չէ այն, որ այստեղ հավաքվում են հայ օգտիները, որոնք հասկանում են ազգի պայքարի իմաստը այստեղ։ Ու այդպես Ազգալյանի շուրջ համախմբվեց 300 հոգանոց համախոհների բանակ, որի յուրաքանչյուր անդամ զինվոր լինելուց առաջ բնավորության բազմիվ կամքով ուժեղ եւ առաքինությամբ փայլող հայեր։ Իսկ այդ որակները բնատուր լինելուց բացի գալիս են նաեւ մտավորական հրամանատարի բարոյական նկարագրի խորքերից, ազգայինի վրա հիմնված եւ ազգայինը պաշտպանող նրա գաղափարից։ Լեոնիդ Ազգալյանը երբևէ որևէ կուսակցության չի պատկանել։ Նրա ստեղծած ազատագրական բանակը զուտ ռազմական կառույց էր եւ քաղաքականության հետ որևէ կապ չուներ եւ չունի։ Վկայում են հերոսի զինակիցները։ Մի առիթով արտասահմանցի թղթակցի կողմից տրված այն հարցին, թե ինչ գույնի եք դուք, Լեոնիդը պատասխանել է. Ինչ գույն որ ունի հայոց հողը, այդ գույնի եմ ես։ Իսկ այդ գույնը ժամանակի եւ տարածության անսահմանության մեջ եղել է մնում է անփոփոխ։ Այն ունի քարեղեն կարծրություն եւ իր տեսակ ապահելու համառություն։ Շնորհիվ հենց նաեւ այդ գույնի 20-րդ դարավերջին հայն իր պատմությանը նայած նորովի եւ գտավ լինելիության եւ շարունակականության տնող միակ ու ճշմարիտ ճանապարհը, այն է պայքարել ոչ միայն եղածը պահելու, այլև կորսվածը վերադարձնելու համար։ Մենք մինչև հիմա միայն անձնել ենք հողերը թշնամու։ Մեր գյուղերը, հողերը եւ հոգեբանությունը նենց է, որ դիմադրական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ միշտ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձր աստիճան, կառավարական եւ այլ մակարդակով, որ մտածում են, թե մենք պետք է մեր հայդատից հրաժարվենք։ Դա նրանից է գալիս, որ մեր ազգի ինտելիգենցիան հիմնականում ցածր ոգուտեր մարդիկ են, չեն մարտնչելու ձևն ու վիճակը չգիտեմ։ Դա համար այդպիսի բաներ կարող է բացայի շատ կան։ Իսկ այստեղ հաստորեն ֆորպոստն է մեր ազգի, Գետաշեն, Շահումյան, Արցախ, հնացած վայրերը, ինքը, Զանգեզուրը, դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ եւ դա դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է։ Ցանկացած պահին մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, հակատարել հարձակում եւ կրկնել 15 թիվը։ Ես ուզում ընդգծեմ, կեն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի, ուրեմն իրեն, հայը, ուրեմն հայը։ Այստեղ շատ կարևոր հարցեր են գտնում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ։ Սա էր հերոսի մոտեցումը եւ այն գաղափարական ելակետը, որը ժամանակի ընթացքում դարձավ ազատագրական բանակի ստեղծման հիմքը եւ այդուհետ կերտեց հաղթանակներով հարուստ ճանապարհ։ Իր զինակիցների հետ միասին Լեոնիդ Ազգալյանը նախ Գետաշենում եւ Շահումյանում, իսկ ապա Արցախի տարբեր շրջաններում ծավալված ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերում իրեն դրսևորեց ոչ միայն որպես ռազմագիտության համոտոսիչ եւ ազգային գաղափարախոսության տարածող, այլև ազնվեր զորավար։ Նրա կողմից մշակված գրագետը մարտավարության շնորհիվ ադրբեջանական ելուզակներից մաքրվեցին Իմերետ Քերևենդը, Աղդաբանը, Մանիկլուն, Բաշգյունեփյան, Օրտագյունեփյան, Սրխավենդը եւ այլ ռազմահենակետեր։ Սակայն այս ամենով հանդերձ մեծ հայրենասիրի համար գլխավոր ճակատամարտը կամ ինչպես ինքն էր սիրում ասել, մեծ մարտը մնում էր արշավում։ Արցախյան ազատամարտի հաղթական ավարտը պարզապես այն նախադուրն էր, որտեղից մենք մուտք էին գործելու դեպի ազգային լինելիություն, միացյալ Հայաստան տանող մայրուղին։ Հերոսի բառերը հիշում եւ հերոսի մասին խոսում են զինակիցները։ Ինչպես որ Արցախում ինքն անձամբ ծրագրավորում եւ ղեկավարում էր մարտերը, այնպես էլ արդեն իսկ ծրագրավորում եւ անկասկած հոգու խորքում փայփայում էր մեծ մարտը, հանուն ամբողջական Հայաստանի։
Եվ այդ ճակատամարտը տալու համար հայոց բանակի զորաշարում Ազգալդյանը տեսնում էր աշխարհասփյուր հայության որդիներին։ Նրանց, որոնց նախնիները տասնամյակներ առաջ պարտադրված դարձել են անհայրենիք եւ իրենց փրկությունը գտել օտարափերում։ Հերոսը ոչ միայն տեսնում, այլև արդեն իսկ Արցախում կյանքի էր կոչում իր գաղափարը եւ դրա լավագույն օրինակը ազատագրական բանակի ստեղծումն էր։ Բանակ, որը թեկուզ միայն Հայաստան-Արցախ սփյուռք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։ Սպորտի տղաները, որոնք գտնվում են այստեղ, ես համար մեծ հոգեպես, մեծ հոգեկան իմաստով, հոգևորության իմաստով մեծ նշանակություն ունի, ասենք, ինչ իսկ մեր ճամբարներում տղաներից մեկի գոյությունը արդեն ձգում է, արդեն մարդիկ հասկանում են, որ իզուր չի աշխատանքը, որ սա համազգային գործ է, որ մենք իրոք ճիշտ ենք, որովհետև հեռավոր երկրից գալիս է հայ եւ կանգնում ենք կողքին, ասում են մենք ստեղ պատերազմ ենք։ Կգա օր, երբ որ մենք էլ կգնանք այնտեղ, որտեղ հաջորդ քայլերն են մեր ազգի եւ կկատարենք անհրաժեշտ գործողությունները։ Ինձ թվում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Հերոսի լավատեսության հիմքում ընկած էր հարազատ ժողովրդի հանդեպ ունեցած հավատն ու նրա միասնության պայմանավորված հնարավորությունների ճշմարիտ արժևորումը։ Ազգալդյան անհատը, ում իրավամբ կարելի է տալ հայրենիքի եւ բարոյականի զինվոր պատվանունը, լինելով այն բացառիկ անուղղելի լավատեսներից մեկը, իրոք համոզված էր մեծ ու ամբողջական Հայաստանի լինելիության մեջ եւ իր գործողությունները համակարգում ու կյանքի էր կոչում հենց այդ իրողության լույսի ներքո։ Նա գնում էր մարտի հավատալով, որ դա ոչ թե վերջին, այլ հերթականն է մեր ճակատամարտերի շղթայում։ Այդպես գիտակցում, այդպես էլ դաստիարակում էր իր զինվորներին։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա, ընտրում։ Մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք, որ սա Հայաստան է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնի Շահումյան Գետաշեն Արցախի հանձնումը։ Այսպես կարող է մտածել ու գործել հենց նա, ով երկիր է ճանաչում եւ պաշտում է ներսից, այլ ոչ թե դրսից։ Նա ով հայրենիքն ընկալում իր ամբողջության մեջ եւ հանուն այդ ամբողջության պատրաստ է ընտրելու գիտակցված մահով սեփական կյանք անմահացնելու ճանապարհը։ 1992 թվականի հունիսի 21-ին իր հավատարիմ զինակից Վլադիմիր Բալայանի զոհվելուց 12 օր անց Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում թշնամու դավադիր կրակոցից ընկավ մեծանուն հայը Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը։ Նա ազատագրական բանակի 7-րդ զոհն էր։ Հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների։ Հայրենիքի համար մարտիրոսվածները որքանով տարբեր, այնքանով նման են իրար։ Եվ դա բնական է, քանզի նրանցից յուրաքանչյուրը ապրել ու գործել է նույն նվիրվածությամբ եւ ազատ ու անկախ երկիր ունենալու հզոր հավատով։ Լեոնիդ Ազգալդյանը այդ մեծերից մեկն է։